Նախ Ստամբուլում գրանցված երկրաշարժի մասին, ինչ ուժգնության եւ ինչ թարմ տեղեկություն ունեք Բագրատ այդ մասին։ Ուժգնությունը 6.2 բալեր այս երկրաշարժի բավական ուժգին էր, բայց բարեբախտաբար դեպողությունը կարճ եղավ, այսինքն 10 վայրկյանի մեջ ավարտեց շարժը, բայց հետո բազում գրկնություններ եղան, հետադարձ ցնցումներ, հաջորդող ցնցումներ, որոնք մինչև 5.9 բալ հասան։ Անոնցվե ամենաուժգինը 5.9 էր, 7 ցնցումներ գրքերազանցեին 4 բալը եւ հարյուրավոր ավելի նվազ ցնցումներ հաջորդող ժամերու ընթացքին։ Բայց ժողովուրդը խոժաբի մատնվեցավ, որովհետև երկար ժամանակի ի վեր մասնակիցներ գխոսին ավերիչ երկրաշարժի հավանականության մասին։ Միշտ գխոսվի մոդակա ապակային բոլիսը լուրջ ավերի մատնող երկրաշարժի հավանականության մասին, հետևաբար այս ցնցումն բավական խոր խոժապ պատճառեց հասարակության մոտ։ Նույնիսկ մինչև այս ժամուն ահագին քաղաքացիներ բացօթյա տարածքներ են, զբոսայգիներու մեջ կուտակված մարդիկ կան, միգուցե անոնց մեկ մասը գիշերն անցնեն այդ պայմաններու տակ։ Կա անգամ պաշտոնական հաղորդագրություն, կարծեմ Թուրքիայի խորհրդարանի նախագահն է հայտարարել, որ առաջիկայում ավելի մեծ ցնցումների հավանականություն կա։ Այո, կա։ Ընդհանրապես կարծիք կա, որ այս տեսակի փոքր ցնցումները ավելի մեծ ցնցումի ուժը կգնան նվազեցնել, բայց հիմա հակառակ բնտում կա, ոչ կսեն ընդհակառակը ավելի ուժ կուտակելուն պատճառ կգնա դառնալ այս ցնցումները, հիմա եղածները, հետևաբար այդ մտահոգությունը հետս հետ ավելի բարձրացած է։ Այսօր երևի գիտեք, ապրիլի 23-ն է Երևանում այդ ավանդական ակցիան է իրականացվում ջահերով երթը։ Ձեզ համար ինչ խորհուրդ կա դրանում։ Ջահերով երթը, այո, ավանդություն դարձավ, հատկապես հայ հեղափոխական դաշնակցությունը առաջնահերթ թերակատարություն ունեցավ այդ ընթացքին մեջ եւ երիտասարդական շարժումը եղավ, ի տարբերություն 24 ապրիլի 1960-ական տարեթի վերեն ի վեր ամբողջ ժողովրդին համազգային մասնակցությամբ կատարվող սկո հանդեսեն, այս մեկը քիչ ավելի քաղաքական բնույթ ունի եւ ինչու՞ չէ նաեւ մեջը գա ադելության պատգամներ, ադելության ելույթներ, քանի որ մենք նախորդ տարիներում քանի անգամ ականատես եղանք թրոշակ հրգիզելու երևույթներուն, ինչ որ սովորական չէ այդ 24 ապրիլի սկո հանդեսին, 23 ապրիլի գիշերվա ժամերում կայացող ջահերով երթը այս պատկերներն ալ բարձեց։ Ես գիտեք, որ իբրև անց, իբրև անհատ միշտ որոշ հեռավորություն բախածեմ ազգային գոչված ամեն տեսակ բանի հետ։ Սա թուրքական ազգայինի համար ինչ որ է, նույնն է հայկական ազգայինի համար։ Գրնամ ասել, որ ես ազգայինի հանդեպ որոշ ալերգիա ունեցող անձնավորություն եմ, հետևաբար եթե այսօր ես Հայաստանը լայի, մաս չէի կազմել այդ երթին, բայց ըսելիք բան չի գա, քանի որ 24 ապրիլը մեզ համար շատ իմաստալից օր է, այդ օրվա համար մենք ըսելիք շատ խոսք ունենք, չփակված հաշվետետրակ ունենք մեր ցերքին եւ հետեւաբար այս բոլորը բնական թիմավորելու հարգատրանք ալգա։ Թե ոչ ես անցամ ազգային գոչված ամեն բանի դեմ վերաբախություն ունեցող անձնավորություն է։ Հասկանալի է։ Դե վաղը ապրիլի 24-ն է։ Ինչ եք անելու դուք այդ օրը։ Ապրիլի 24-ին մենք մինչև համավարակի տարիներ
սովորաբար փողոքի ցույցեր կգազմագերբեինք, ավելի ճիշտ է հիշադակման միջոցառումներ կգազմագերբեինք քաղաքի կարևոր հրապարակներում վրա։ Սկիզբը այդ մեկը կայացավ կարևոր հրապարակներում վրա, առաջին քանի տարիներուն հետս է ավելի բազմություն մասնակցություն ապահովվեցավ եւ հետո քաղաքի իշխանությունները կամ ներքին գործոս նախարարությունը հետս է ավելի ոչ այնքան աչքարու վայրեր ուղղեց այդ հանրահավաքը եւ հետո վրա հասավ համավարակը։ 2 տարիներ համավարակի պայմաններու տակ առցանց դրությունով հիշադակումներ կայացան եւ անցնող վերջին 2-3 տարիներու ընթացքին առհասարակ արգելվեցան փողոցային հանրահավաքները, հիշադակման հանդեսները։ Այս մեկը մեզ համար զարմանալի չէ, գիտեինք այդպես կբացշաջի այսօրվա կառավարության, թեև ինչ որ կգայանար նախապես այդ այսօրվա կառավարություններ, բայց այն ժամանակ իրենց որտեղ գրած ուղին դարբեր էր, իսկ այսօր ավելի դարբեր։ Եվ մեզի այսօր կմնա թահլիճներու մեջ կայացած հիշադակման միջոցառումները, ասոք կլան ասուրիստերու չափանիշով, կլան փառախոսություններու չափանիշով, օրինակի համար այսօր դեղական մամուլ են թերթմը, Ենի Աշամը ինձ այդ կատարված ամբողջ էջանի զրույցը հրադարագեց 24 ապրիլի հետ առնչված, այս տեսակի ահագին ուրիշ միջոցառումներ ալդեղի ունեցած են, բայց ներկա պայմաններում մեջ այլևս փողոցի վրա, հրապարակներու վրա հավաքական հիշադակման հանդեսները թատրած են։ Այսինքն մնաց ինչ վաղը բادرակ պիտի մատուցվի սրբատասված նահատակներու հոգվին ի հանգիստ հոգեանքստյան բادرակ պիտի մատուցվի վաղը։ Այսինքն Բակրատ Թուրքիայի բազարի նախագահությամբ։ Ահա, ես դա եմ ուզում հարցնել, պատրիարքանի մասնակցությունը ինչպիսին է լինելու։ Այսքանով սահմանված։ Հասկացա։ Այսինքն ձեր Իսկ մենք վաղը մեր խմբակրադան մեջ պիտի հյուրասիրենք ունած դիեզերական պատրիարքը։ Պարզ է։ Իր այցելությունը դեպի մեր խմբակրադուն։ Ձեր նկարագրածից հասկացվում է, որ Թուրքիայի քաղաքական իշխանությունների վերաբերմունքը ապրիլի 24-ի նկատմամբ ավելի է կոշտացել։ Այո, այսպես ցերգարելի է։ Թեև միշտ ասում են, որ Ստամբուլը Թուրքիայի մյուս քաղաքներից տարբերվում է։ Այդ անշուշտ որ այդպես է, բայց մյուս կողմեն մյուս քաղաքներն Իստանբուլը օրինակելու հատկություն ունեին։ Հիմա որ Իստանբուլը լրած է, անոնք գրկնաբադիկ լրած են։